Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակության անդամները պատրաստ են եւ կարող են զրույց վարել թեմաների լայն շրջանակի շուրջ, այդ թվում ռազմական գործողությունների եւ միջազգային իրավունքի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ժամանել են ամենաբարձր մակարդակի մասնագետներ, որոնք պատրաստ են եւ կարող են քննարկել բոլոր թեմաները։ Միջազգային իրավունք, խնդրեմ, տեղում իրավիճակը, խնդրեմ, ռազմական գործողությունների վերաբերյալ հարցեր, խնդրեմ, ասել է նա լրագրողներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ պատրաստ է ընդունել նրան եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նրանք պատրաստ լինեն, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Էրդողանը Զելենսկուն ասել է, որ ուրախ կլինի ընդունել երկու երկրների ղեկավարներին, եթե նրանք պատրաստ լինեն, ասվում է հայտարարության մեջ։ Մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է հեռանալ պաշտոնից, թե ինչու է հրաժարականի դիմում գրել նա, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը փակագծեր չի բացել, միայն նշել է, որ Դիանա Գասպարյանն իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն ներկայացրել է։ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, եթե որևէ մեկը կապ ունի կոռուպցիայի հետ, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Անկախ մարդու անուն ազգանունից, քաղաքական պատկանելիությունից Եթե որևէ մեկը ներգրաված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության թիմից։ Ես սա ասում եմ գլոբալ առումով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում պատասխանել է ադրբեջանցի լրագրողի Հայաստանի սահմանադրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հարցերին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային որևէ պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ У нас пока нет проекта по новой конституции, но мы проанализировали нашу конституцию, и мы знаем вопросы, которые поднимает Азербайджан. И очевидно, что и согласно де юре, согласно решению нашего Конституционного суда, в нашем действующем Конституции нет никаких территориальных претензий к нашим соседям. Это уже юридически констатированный факт, и это очень важно. ՌԴ-ն ամենաշատ լծակներն ունի ՀՀ-ում իշխանափոխություն անելու։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այսպիսի տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նա կարծում է, հետագայում իմպիչմենտի գործընթացը հաջողելու համար հարկավոր է հիմա իմպիչմենտի ձախողում իրականացնել։ Նա ավելի մեծ հնարավորություն ունի Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսել։ Կանի թե չի անի, ոչ ոք չի կարող գուշակել, բայց փորձի անել, ասենք փորձելու դեպքում ինքը ավելի շատ լծակներ ունի։ Հիմա կհաջողվի, չի հաջողվի, փորձի թե չի փորձի, չեմ կարող ասել, բայց այն որ Հայաստանի իշխանությունից դժգոհ են, դա հասկանալի է, եւ այն որ կցանկանային, որ Հայաստանում գար մի ուժ, որը չլներ այս ուժը եւ լիներ ավելի դրական տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, դա էլ է հասկանալի։ Տրամաբանական է, ամեն աշխարհական կենտրոն ցանկանում է այլ երկրներում տեսնել այլ ուժի, որը իր համար ավելի ցանկալի է։ Այո։ Նման պայմաններում, ասենքն ինքը որպեսի կարողանա, ասենք, դա հաջողություն ունենալ, ինքը առնվազն մոտավորապես մի քանի ամիս պետք է իրեն ժամանակաշրջան, որպեսի փորձի առաջին փորձը միգուցե անի աշտանը, կարող անի, կարողա չանի։ Սա զուտ տեսականորեն ենք ասում, սա զուտ այսպես վերլուծության վրա է հիմնված։ Եվ որպեսի աշտանը դա տեղի չունենա, հիմա պետք է, այսինքն իմպիչմենտի գործընթաց աշտանը չլինի, դու հիմա պետք է նա ձախողված իմպիչմենտ իրականացնես, որպեսի տապալես հնարավոր ռուսական հնարավոր այդ իմպիչմենտի գործընթացը աշտանը, դրա համար հիմա դու պետք է նա ձախողես իմպիչմենտը, որպեսի ռուսները հաջողություն չունենան աշտանը եւ արդեն պատրաստվեն հաջորդ տարվա ընթացքին։ Այսինքն այս գործընթաց անելը դու պետք է ձախողես այս պայդությամբ իմպիչմենտը, որտեղ եթե դու չես բերում 20 հոգու, եթե բերում ես 20 հոգու ԿՊ ստորագրությունը, դա արդեն ուրիշ խոսակցություն է, բայց եթե չես բերում, դու անուղղակի ձախողում ես հնարավոր փոփոխություն աշտանը։ Բայց ուզում եք ասել նպատակաուղղված են ուզում ձախողել, թե այդ իրանց կհարցնենք, ես չգիտեմ, նպատակաուղղված են թե աննպատակաուղղված են, դա իրանց հարցը, ես ասեմ, եթե չկա 500,000 մարդ փողոցում, ուրեմն քո իմպիչմենտը արդյունք չի ունենալու։ Մեկ, եթե դու չունես 22 հոգու ստորագրություն, ուրեմն քո իմպիչմենտը
հարցունք չունենալու։ Դու գիտես այդ գործընթացը, նրանք ովքեր նախաձեռնել են սրա մասին, իրենք շատ էլ լավ գիտեն, սահմանադրություններ են կարդացել, այդ տիրապետում են քաղաքական գործընթացներին։ Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացել է Եվրատեսիլ 2025-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանյան պատվիրակ պարկը դուրս է եկել եզրափակիչ։ Եվրատեսիլ 2025-ի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի հակահաբեկչության ավագ տնօրեն եւ ԱՄՆ առաջնորդի օգնականի տեղակալ Սեբաստիան Գորկան հայտարարել է, որ մոտ ապագայում ակնկալում է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Երբ ժամանակը գա, նախագահ Թրամփը կլինի Պուտինի հետ նույն սենյակում։ Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, ասել է Գորկան Պոլիտիկոյի կողմից կազմակերպված առցանց հարցազրույցի ժամանակ։ Գիշերը մի քանի ավիահարվածներ են հասցվել Գազայի հարավային Խան Յունիս քաղաքին, խլելով ավելի քան 50 մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Խան Յունիսում Associated Press-ի օպերատորը գիշերը ֆիքսել է քաղաքի վրա իրականացված 10 ավիահարված եւ տեսել է բազմաթիվ մարմիններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցի դիահերձարան։ Ստացված վնասվածքների ծանրության պատճառով որոշ տիերի նույնականացման համար ժամանակ է պահանջվել։ Հիվանդանոցի դիահերձարանը հաստատել է, որ 54 մարդ է զոհվել։ Զոհերի թվում է մի լրագրող Քաթարի Ալ Արաբիա հեռուստաընկերությունից։ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պատվիրակությունների քարակողմ հանդիպման վերաբերյալ վերջական որոշում չկա, որը կայացել էր ուրբաթ օրը մայիսի 15-ին Ստամբուլում։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հական Ֆիդանը։ Վոլոդիմիր Զելենսկին կրկին սկսել է հրադադարը որպես Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ բանակցությունների պայման առաջադրել սպառնալով, որ եթե նրանք սկսեն վիճել մանրամասների շուրջ, հակամարտությունը կարող է տարիներ շարունակ տևել։ Մենք կարող ենք համաձայնության գալ հրադադարի շուրջ, ապա խոսել մոնիթորինգի եւ այլնի մասին, որպեսզի չխորանանք ամբողջ կառուցվածքի պատերազմի ավարտին տանող ամբողջ ճանապարհի մանրամասերի մեջ։ Եթե հիմա սկսենք վիճել մանրամասերի շուրջ, կարող ենք դեռ երկար շարունակել պատերազմի տարիներ, ասել է Զելենսկին ուկրաինական հանրային հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարում է, որ այս նոր բանակցությունները Ստամբուլում հանդիսանում են շարունակություն 2022-ին ընդհատված խաղաղ գործընթացի, որն իր խոսքով դադարեցվել է Ուկրաինայի կողմից։ Ուկրաինան վստահեցնում է, որ Մոսկվայի նախկին պայմանները ենթադրում էին ինքնիշխանության կորուստ եւ չեն կարող ընդունելի լինել նույնիսկ որպես բանակցային հիմք, փոխանցում է Reuters-ը։ Մեդինսկին ընդգծել է, որ ռուսական պատվիրակությունն ունի հստակ նպատակ երկարատև խաղաղության հասնել, վերացնելով հակամարտության պատճառները եւ փորձելով կառուցել ընդհանուր հիմք Ուկրաինայի հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Ավելի քան 6 ժամ անց առանց որևէ պաշտոնական հանդիպման ժամանակացույցի լրագրողներն այսօր շարունակում են սպասել Ստամբուլի Դոլմաբախչե պալատի մոտ սուրճի բաժակներով ու ծխախոտով, կուտակված թվերոտ անկյուններում։ Ռուսական լրատվամիջոցները հատուկ ռազմական օպերացիա բառակապակցությամբ ուղեկցվող հրապարակումներով կարծես սպասում են Ուկրաինայի հաջորդ քայլին, չհիշատակելով Ռուսաստանի ԱՄՆ-ի աջակցությամբ առաջարկված հրադադարի մերժումները։ Ռուսական Զվեզդա հեռուստաալիքի թղթակից Ստանիսլավ Իվաշչենկոն CNN-ին ասել է. ավելի լավ է սպասել, քան իմանալ արդյունքը, հավելելով, որ վստահ է Էրդողանը փորձում է Զելենսկուն համոզել բանակցություններին միանալու։ Չնայած թերահավատ մթնոլորտին, նա ուզում է հավատալ, որ այս խառնաշփոթը կարող է պատերազմի ավարտի սկիզբը լինել։ Արևմտյան մեդիան կարծում է Ռուսաստանը պատերազմ է ուզում, բայց բոլորն էլ հոգնել են։ Մենք պարզապես ուզում ենք պաշտպանել մեր դիրքը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 15-ին Հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հոժդառատ անձրևներ, կարկուտ ամպրոպների ժամանակ քամուշ գնացում։ Երևան քաղաքում մայիսի 15-ին 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում հոժդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում։ Մայիսի 16-ի ցերեկը 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 15-ին 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հոժդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 18-ից 19-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ին կնվազի եւս 2-ից 4 աստիճանով, 16-ից 18 աստիճանաբար
կբարձրանա 6-ից 9 աստիճանով։